Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում Բարդր գրականություն նախագծի հերթական թողարկումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Ինչքան իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, մարդկությունը միշտ սիրել է աֆորիզմներ, դե մեր դասական գրողներն էլ եւ աշխարհի դասական գրողները, փիլիսոփաները, մտածողները միշտ էլ իրենց աշխատություններում, տարբեր գործերում ունեցել են այնպիսի մտքեր, որոնք կարող են աֆորիզմի տեղ անցնել, ինչպես ասում են, եւ նաեւ կա փորձառություն, որ տարբեր ժամանակահատվածներում տարբեր մարդիկ հավաքել են այդ աֆորիզմները, գրքեր են սարքել եւ մարդիկ էլ ուրախությամբ օգտվել են դրանից, սկզբնական շրջանում նաեւ Facebook-յան ստատուսներ են սարքել եւ այլն եւ այլն։ Բայց հիմա սոցիալական հարթակների նման բազմազանության, արհեստական, բանականության գոյության պայմաններում կարծես թե նման գրքերը պետք է որ դառնային ավելորդ, որովհետեւ ցանկացած պահի կարող ես փնտրել, գտնել քո ուզած միտքը հրապարակել եւ այլն։ Բայց արի ուտես, որ կա մեր ժամանակներում այդ ամենին գիտական մոտեցմամբ հանրահարչակելու ձև եւ այդպես է վարվել փաստաբան Ավետիք Հարությունյանը, որը հրատարակել է Գտիր քո իկիգայը վերնագրով աֆորիզմների ժողովածու եւ որի շուրջ էլ այսօր կզրուցենք Ավետիքի հետ։ Ողջույն Ավետիք։ Ինչքան ես հասկացա, այս իկիգայը շատ հայտնի բան է, բայց ես չգիտեի ինչ էր, իհարկե գո գրքի շնորհիվ ծանոթացա, բայց կարծում եմ, որ մեր ռադիո լսողներն էլ կուզենան նախ եւ առաջ իմանան նախ ինչ է իկիգայը, որ մի հատ էլ գտնեն քո գրքի շնորհիվ իհարկե նաեւ։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Ուրեմն ինչ է իկիգայը, իհարկե ինքս հետաքրքրություն եմ տարբեր մշակույթներ ուսումնասիրելու, ճապոնական մշակույթի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք թուլություն ունեմ, թող ձեր բառերով լինի, ինչով է դա պայմանավորված ժողովրդով, այսինքն ճապոնացիներով իրենց կարգապահությամբ, աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ եւ այլ որակներով, հետեւաբար դեռևս ուսանողական տարիներից հետաքրքրությունը եւ աֆորիզմների նկատմամբ եւ ժամանակին ընթերցել եմ նաեւ հայտնի գիրք կա ճապոնացիների այդ գիրքը եւ առավել կապվել եմ այդ ժողովրդին եւ պատճառը ասացի ինչով է պայմանավորված եւ մոտավորապես երևի 2015 թվականներն էր առաջ անգամ լսել եմ իկիգայ բառը ինքը այսպես բառը ինչ որտեղ նաեւ գայթակղիչ ապրեք համայնք ինչ որ տես գայթակղություն կար սկսեցի ուսումնասիրել թարգմանաբար ինքը նշանակում է Իկի եւ գայ մասնիկներից է բաղկացած եւ նշանակում է կյանքի իմաստ, առավոտյան արթնանալու պատճառ, որոշ դեպքերում ասում են երջանկության արվեստ, երկարակեցության արվեստ եւ դա գալիս է ճապոնական մի կղզի կա հայտնի Օկինավա եւ այնտեղ բնակվող ճապոնացիները համարում են աշխարհի ամենաերկարակյաց ժողովուրդը հետեւաբար նաեւ այդ կապակցությամբ ուսումնասիրությունը ժամանակին իրականացվել 43000-ից ավել մարդկանց շրջանում եւ բացահայտել են որոնա իրենց երկարակեցության գաղտնիքը Բայց դե Ղարաբաղցիք են ամենաերկարակյաց Արցախցիներն էլ են երկարակյաց մայր Հայաստանում ապրում են հայրենագիցներն էլ են երկարակյաց բայց դե երևի այդտեղ առանձնահատկություն կա ուսումնասիրությունների մասին այստեղ կա փոքրիկ անդրադարձ Եվ ամփոփելով իկիգայի այսպես էությունը հենց դրանում է կյանքիդ իմաստը ինչով ես պայմանավորում ինչ ես անում առավոտյան որ արթնանում ես քո ծրագրերը քո պլանները ինչքանով են միտված նրան որ կյանքդ իրոք իմաստավորված լինի ոչ թե ամեն օրը հերթական օրվա նման լինի սովորական օր անցնի արթնացել ենք չգիտեմ սնվել ենք հետո պարկում ենք քնում էլի նույն ոնց որ ցիկլը շարունակվի այլ այդ կյանքին քո ապրած օրերին իմաստ հաղորդես բովանդակություն լինի այդ ապրածի մեջ հետեւաբար եթե էությունից ենք խոսում իկիգայի հենց սա է նշանակում հիմա գիրքը փաստորեն կառուցված է ըստ այդ փիլիսոփայության բայց նրանք ովքեր առիթ կունենան գիրքը թերթելու եւ աֆորիզմներից օգտվելու օրինակ կտեսնեմ որ չգիտեմ 1254-րդ աֆորիզմը հնչում է այսպես ժամանակի կառավարումը չի նշանակում ավելի շատ ժամանակ գտնել այլ եղած ժամանակը ճիշտ օգտագործել դա Դեյվիդ Ալենի միտքն է որը կապ չունի ճապոնացիների հետ հա այսինքն սա փիլիսոփայություն է որը ворթեգրված է ամբողջ աշխարհում թե դու ես աշխարհի տարբեր մտածողների մտքերը այսպես համադրել հենց իկիգայի փիլիսոփայության հետ Շատ լավ Արմեն ջան ուրեմն տեսեք դուք ձեր խոսքում նշեցիք որ որոշակի գիտական կոնցեպտ է դրված շնորհակալություն որ այո տեսեք սրան ոնց են վերաբերվել
այս գիրքը պատրաստելու ժամանակ ես երբևէ միտում չեմ ունեցել, որ ուղղակի աֆորիզմների ժողովածու լինի, որ 2500 արդեն ընտրություն է, այո, ընտրություն աֆորիզմներ կան, հա։ Այո, որովհետև բազմաթիվ այդպիսի գրքեր կան, տարբեր ոլորտներին վերաբերող, որպեսզի գիրքը ունենա հայեցակարգ կոնցեպտ, ունենա որոշակի փիլիսոփայություն ունենա, դա կառուցել եմ որոշակի տրամաբանությամբ, այսինքն ընտրել եմ ընդամենը 7 ոլորտ, որոնց առաջին տարերով կոչվում է կենժահե։ Ահա։ Այո։ Դա ճապոնական թե չէ, դա արդեն հայկական բառ է դարձել։ Բայց նման է, մի քիչ նմանություն կա, համաձայն եմ։ Դրանք 7 ոլորտներն են, որոնց դուք էլ փայլու մասնագետ եք, նոր բառ եմ ստեղծել, կենսասյուն, այդպիսի բառ չկա։ Հենասյուն կա եւ չկա, բայց շուտով կլինի։ Կենսասյուն, այսինքն մեր կյանքի սյուններն են, դրանք 7 ոլորտներն են, այդ սյունները հետեւյալն են՝ կյանք, երազանք, նպատակ, ժամանակ, աշխատանք, հաջողություն եւ երջանկություն։ Կենժահե։ Այսինքն այս կոնցեպտն եմ իմ առջև դրել եւ դրանց վերաբերյալ հազարներով ես աֆորիզմներ ուսումնասիրել եմ, բայց դուք էլ ախր բազմաթիվ գրքեր եք խմբագրում եւ այլ աշխատանքներ եք իրականացնում, հատնտիր բառը հաստատ դուք օգտագործում եք, հատնտիրներն են այս գրքում։ Այսինքն մտքերը չպիտի կրկնվեն, այսինքն օրինակի համար ամեն աֆորիզմ բացառիկ է։ Այո, բացառիկ է։ Մի օրինական էջ բացեմ։ Խնդրեմ, բացեք, այստեղ մի օրինակ 205-ը կյանքը հանդիսատեսի արչև ջութակ նվագել է, միայն թե դու սովորում ես նվագել ելույթի ժամանակ։ Սեմյուել Բատլերի, Միտեյդե Բատլերի գրքերից մեկը վերջերս հայերեն լույս տեսավ։ Հա, կարծեմ տեսել եմ այդ տեսանյութը։ Աշոտ Ալեքսյանի թարգմանությամբ։ Տեսեք, այստեղ մի օրինակ կա բերված, ես ասեմ, օրինակ աֆորիզմներից մեկը հետևյալն է՝ ապագան կանխատեսելու լավագույն միջոցը այն ստեղծելն է։ Վստահ եմ սրա մասին դուք լսել եք։ Երկու հեղինակ կա, մեկը վերագրում են Աբրահամ Լինկոլին, ԱՄՆ նախագահներից, եւ հաջորդը Պիտեր Դրակերին կամ Պիտեր Դրուգերել են ասում, մենեջմենտի կարծեմ մասնագետ, այո, ոնց են տարադարձում։ Հիմա ես այս պարագայում նույն աֆորիզմը ռուսերենով, անգլերենով կարող եք հանդիպել երկու հեղինակներին գրեթե հավասար ձևով, մեկ-մեկ ես ժամանակ եմ հատկացրել դրանք ուսումնասիրելու իրենց բնօրինակով, այսինքն այս պարագայում անգլերենով եւ հիմնական շեշտադրումը Աբրահամ Լինկոլնն է եւ այստեղ նաեւ մյուս գործոնը մեզ առաջ բերել, որ ժամանակագրորեն բնականաբար Աբրահամ Լինկոլնը ավելի շուտ է ապրել, քան թե Պիտեր Դրակերը, հետեւաբար սա որպես հեղինակ ես նշել եմ Աբրահամ Լինկոլնին եւ այսպես 2500 աֆորիզմ, իհարկե դա մի քանի հազարից ընտրվածներն են, որոնք որ չեն կրկնվում։ Ընտրությունը արդեն գնացում է, դեպ այդ առումով մի բան ասեմ, ավետ որ շատ հաճախ մտքերը կարևոր են ոչ միայն ինքնին, այլ նաև թե ում շուրթերից են հնչում, որովհետև տես բազմաթիվ մտքեր կան, հա, էլի, շատ մարդիկ ասել են իրենց գրքերում, բայց դրանք դառնում են նշանավոր, երբ որ ինչ-որ մի մեկային մարդ, հայտնի մարդ է ասում, ավետ ինձ ամենաշատը գրքի մեջ տպավորեց ոչ այնքան անկեղծ ասեմ, էլի, ոչ այնքան աֆորիզմները, որովհետև հիմա չասեմ հերթով դրեցի կարդացի, պատահական էջ էի բացում, տենամ vocation-չվեմ, թե, չգիտեմ, գործողություն կկատարեմ, այդ կոնցեպտին էլ կանադառնանք, այլ որ փորձել ես այդ ամեն ինչին տալ իսկապես գիտական, հա, նշանակություն, հետո փորձեցի տես հետեւյալն անել, ինչ աֆորիզմներ են հաջորդում իրար, կա դրանց մեջ ինչ որ տրամաբանական շարունակություն, այբենական կարգով եմ դրել, հետո հասկացա, որ այդ այբենական կարգի գործոնն է աշխատել, բայց ամեն դեպքում խմբավորված են, մանավանդ շատ լավ առաջաբան ունի գիրքը, որտեղ այդ ամեն ինչը բացատրվել է, տես, ամեն դեպքում տես, նոր ասում էի, ես էլ եմ շատ գիրք անում, շատ գործ անում, բայց մշտապես կասկած ունեմ, էլի, լավ, այսքան տարապեցի, ընդհանրենք Չարենցի մի բառը, հա, մի 50 աղբյուրով ճշտեցի, վերջապես այդ ճիշտ բառը հրապարակեցի, ընդհանրենք ակադեմիական հատորում։ Արդյոք իմ չարչարանքը, այս դեպքում քո չարչարանքը, արժի այն սպասմանը, որ կա մեր հասարակության մեջ, ինչ ես կարծում, սպասում են այս տեսակ գրքի, հա, որտեղ հեշտ է չէ փնտրել, հեշտ է չէ արհեստական բանականությանը հարցնել, մանավանդ որ գիրքը նաև իր ներքին տարածության մեջ շատ կարևոր էսպես շրջանակ ունի, նախ սկսում է գիտակցումից, հա, որ հասկանաս, հետո պետքա vocation-չվես եւ հետո արդեն միտվես դեպի գործողության, իսկ այսօր մարդը համբերություն չունի, մի անգամից ուզում է գործողության մղվի, հա, այս խնդրի շուրջ։ Շատ լավ, տեսեք,
այն աֆորիզմների քանակը 2500, որոնք որ ըստ գրքում տեղ են գտել, այդ ժամանակը, որ ասիկ դրան անդրադառնամ, այսինքն դրանց փնտրելը, գտնելը, ստուգելը, թարգմանելը, հետո խմբագրել, սրբագրել, շարվածք անել, այբենական կարգով շարել։ Մենակ չասես դիզայննել ես դու արել։ Չէ, դիզայնի գաղափարը իմն է, բայց իմ գործընկերներից մեկն է արել։ Առնվազն յուրաքանչյուր աֆորիզմի վրա ամենակիչը 1 ժամ ես ծախսել եմ, այսինքն 2500 ժամ, չէ՞։ Պատկերացնում եք, առնվազն եմ ես ասում։ Առնվազն։ Ընդ որում հավաքագրումը սկսել եմ դեռևս ուսանողական տարիներից, բայց քիչ մասն է։ Ավելի շատ նախորդ տարվանից սկսած ավելի ինտենսիվ աշխատել եմ։ Հիմա հաջորդը ինչքանով է հասարակությունը սպասում դրան, թե ոչ։ Եվ պետք է իրան թե չէ, էլի։ Այո, պետք է թե չէ, շատ լավ, փորձեմ պատասխանել։ Տեսեք, սա նախ հենց գրքի ստեղծումը ինձ համար իկիգայներից մեկն էր, այսինքն կյանքի իմաստեր ինձ համար։ Ոչ թե սա, այսպես ասած, դու գտել ես քո իկիգայը, իկիգայներից մեկը։ Իկիգայներից մեկը, ինչու, որովհետև ես առավել քան վստահ եմ, որ գիրքը իր ընթերցողին կգտնի եւ կգտնի այն մարդկանց, ովքեր իրոք ուզում են ինչ որ հաջողության հասնել։ Հիմա դուք ձեր խոսքում նշեցիք, որ հիմա մարդը համբերություն չունի, անմիջական է ուզում, բայց եկեք վստահ լինենք, որ կյանքում, ասենք, վիճակախաղի ընթացքում եթե ինչ որ մարդ գումար աշահել եւ այլն, դա ակնթարթորեն կարող է լինի ու շատ կարճ կարող է տևի, բայց եթե մենք ուզում ենք կայուն հաջողություն, դրա համար պետքա չարչարանք։ Հիմա դե խնդրեմ, դե պիտի նրանք ովքեր որ իսկական հաջողություն են ուզում, ոչ թե ասենք բախտը բերել է կամ չգիտեմ ինչ որ վիճակահանության ձեր կամ ձեր ասած տարբերակով կապ, այդպեսին չկա։ Նույնը ասենք դուք տարիներ շարունակ ձեր խմբագրական աշխատանքներն եք իրականացնում, գրքեր եք կազմում, քիչ առաջ խոսում ենք նաև Չարենցի հատորների մասին եւ այլ։ Բնականաբար մի հատորը ծնվելու համար տարիներ է տևում, չէ՞։ Բայց այնպես չէ որ ամբողջ հասարակությունը մեր 3 միլիոն կամ 3 միլիոնից ավել քաղաքացիները բոլորը դա ընթերցում են։ Նրանք ովքեր փնտրում են ինչ որ բան, դա կարող են գտնել եւ կարեւոր է այստեղ նաեւ իկիգայի փիլիսոփայությունն է, որը ինչպես դուք նշեցիք, գրքի կազմը, որը կոչվում է նաեւ Venn դիագրամ։ Սա շատ կոնցեպտուալ կազմ է։ Այո, կոնցեպտուալ է, հիմա ես փորձեմ դրան անդրադառնալ։ Այդ լավ կլինի որ բացատրենք, այո։ Սա բաղկացած է 4 շրջանակից։ Առաջին շրջանակը դա ինչ եք սիրում։ Երկրորդը ինչու եք հմուտ։ Ինչ է պետք աշխարհին եւ ինչի համար են ձեզ վճարում։ Ահա։ Եթե այս 4 շրջանակները հատվում են, ուրեմն դուք գտել եք ձեր իկիգայը։ Եթե օրինակի համար Ես մտածեմ, հա, մի բան ասեմ, էլի։ Ես մտածեմ։ Ենթադրենք դուք ձեր աշխատան ձեր վրա ասեմ, որտեւ իմ վրա մի փոքր անհամեստություն կարող է լինի։ Ձեր վրա ասենք, օրինակ նաեւ լավ ընկերներ են, գործընկերներ են, ասենք այն աշխատանքին ինչ դուք իրականացնում եք, այդ օրինակ ասենք Չարենցի հատորներն, հա, դուք սիրում եք այդ գործը, մեր հարգելի Արքմենիկ, դրանում հմուտ եք։ Իհարկե, ինչ հիշում եմ, դուք այդ աշխատանքն եք կատարում։ Հաջորդը շատ նուրբ հարց է։ Ինչ է պետք աշխարհին, այսինքն ամբողջ աշխարհի մասշտաբով կարող է դա այդքան պահանջված չլինի, բայց հայ ընթերցողների շրջանում, որտեղ գիրքը հայերեն է լույս տեսնում, հայ ընթերցողների շրջանում, որոշակի շրջանում դա պետք է լինելու։ Եվ վերջին կետը, սա էլ է կարևոր կետ, ինչի համար են ձեզ վճարում։ Աշխատանքը, որը դուք իրականացնում եք, իհարկե չենք հարցնում դրա համար վճարում եք, թե չէ, սա չենք անդրադառնա բացարձակապես։ Թե չէ, երկու բան կասեի, հա։ Չէ, եկեք եթերում դրա չանդրադառնանք վճարման մասը։ Այսինքն, եթե սրանք բոլորը հատվում են, ուրեմն դուք գտել եք ձեր իկիգայ։ Եթե պայմանական սրանից մեկը չկա, ասենք, չգիտեմ, սիրում եք, դուք հմուտ չեք կամ սիրում եք այդ ամեն ինչ կա, ձեզ չեն վճարում, ստացվում է դա ձեզ համար հոբի է։ Բայց միշտ չի որ այս ներողություն հոբին ինքը կարող է շարունակական բնույթ կրի։ Եթե ձեր աշխատանքը չի գնահատում նաև նյութական առումով, սա ինչ որ ժամանակ ինքը դադար կունենա։ Դա իհարկե։ Ավետ տես մի հետաքրքիր գայթակղություն առաջացավ, ես վստահ եմ ռադիո լսողներն էլ գայթակղվեցին։ Տես, այս պատկերը վերցնում ենք, այդ քո ասած սիստեմով հարցերին պատասխանում ենք եւ հասկանում ենք արագ գտել ենք մեր իկիգայը, թե չէ։ Հիմա ես հասկացա, որ ես գտել եմ իկիգայը։ Այս պատկերի միջոցով։ Այո։ Հիմա էլ կարդամ այս աֆորիզմները, ինչ անեմ։ Որպեսզի հասնենք դրան։ Այսինքն այստեղ 7 ոլորտները, որոնք ես առաջ եմ քաշում։
որոնք առաջ եմ քաշում, այսինքն կյանք, երազանք, նպատակ, փորձեմ մեկնաբանել կարճ, կենժահեն, այսինքն կյանք Աստվածը պարգևում մեր ծնողների միջոցով։ Մենք այստեղ որևէ անելիք չունենք, այսինքն մենք ծնվում ենք, դաստիարակում ենք, գիտակցության որոշակի աստիճանի ենք հասնում եւ սկսում ենք մեր գործողությունը։ Հաջորդը երազանքն է։ Առանց երազանքի մարդ եթե աշխարհում կատարված ցանկացած դրական փոփոխություն, երազանքի արդյունք է։ Այն ինչ դուք պայմանական կարող եք ժամանակին ձեր կատարած որևէ աշխատանք կամ նույն Չարենցի հատորներից որևէ մեկը ձեզ համար կամ մեր այլ գործընկերոջ համար դա եղել է երազանք, բայց հիմա դուք դա որպեսզի իրականացրեք երրորդ կետն է մեզ պետք նպատակ Նապոլեոն Հիլը այսպիսի մի բան ունի ասում նպատակը դա երազանքն է վերջնաժամկետով գրքի մեջ այդ աֆորիզմը նույնպես կա այսինքն եթե մենք ուզում ենք ինչ-որ բան անել դա առաջին հայացքից մեզ երազանք է թվում եթե Վերում ենք նպատակի մակարդակի ենք հասցնում, գործողություն ենք դնում վերջնաժամկետ, դա հնարավոր է կյանքի կոչել։ Իդեպ օգտվելով առիթից նշեմ, որ երրորդ բաժինը պրակտիկ բաժինը կոչվում է Իկիգայ պրակտիկում եւ այստեղ ընթերցողը կարող է սահմանել իր 12 նպատակները, պարտադիր չէ միանգամից եւ առանձին դրանց համար կան դրանք կենսագործելու որոշակի մեխանիզմներ, այսինքն սա նաեւ ձեր ասացինի պատասխան, սա նաեւ vocation-ը մոտիվացիա լրացուցիչ աղբյուր է, որ պրակտիկ գիրք է, այդ առումով ունի հաջողության աշխատարան գիրքը, այո, եւ սա մղում է, որ ամեն մեկը անձնապես ունենա իր գիրքը, այնպես չի լինի, որ ես ունենամ, հետո տամ մյուսին։ Մեկը պատճենը հանի կանանի, որ հեղինակային իրավունքի խախտում է բնականաբար, այսինքն որպես իրավաբան դրա բռնենք դատենք հատկապես փաստաբան է հեղինակը Այստեղ կան աղյուսակներ, որ գիրքը իսկապես դարձում են շատ ինդիվիդուալ, այդ կողմն էլ ես իսկապես շատ եմ գնահատում, ամենայնպես քեզ առանձինել եմ ասել, նոր էլ ասեցի, որ այս աֆորիզմների հավաքման հենց այդ գիտական համակարգն եմ ամենակարևոր ձեռքբերումը համարում ես գրքի, որտեվ չգիտեմ, վաղուց չեմ նաև հետաքրքրել նման գրքերով, բայց սա իսկապես ինձ տպավորեց հենց նախևառաջ այդ կողմից։ Ավետ մեկ էլ մի հետաքրքիր բան է, որ ընթերցում էի հատկապես քո առաջաբանը ինձ թվաց թե նաև կամ այն տպավորությունը ստացա որ այս վերջին շրջանում շատ կան չէ՞ մարքեթինգային բան գրքեր էլի որ հա մոտիվացնող էլի արդյոք ունեցել ես նաև ներքին այսպես շարժառիթ նպատակ որ գիրքը դառնա նաև հենց այդ մոտիվացնող գրքերի պես գիրք եւ բնականաբար դրան հաջորդում է հետեւյալ հարցը արդյոք դու էլ կունենաս տրեյնինգներ շատ հարց է որպեսզի կազմակերպես մարդիկ գան վճարեն որ գտնեն իրենց իկիգայը Շատ հետաքրքիր հարց տվեցիք Արքունիկ ջան տեսեք իրականում ես նախորդ հարցի կիսատ մնաց պատասխանեմ հետո մյուսին հա նպատակին անդրադարձանք հաջորդը ժամանակը կարճ անդրադառնամ ժամանակը ինչքանով ենք թանկ գնահատում այն ռեսուրսն է որը մենք չենք կարող վերականգնել կամ փոխանցել կրճատել երկարացնել ժամանակն է հաջորդը աշխատանք եթե ուզում ենք արդյունքի հասնել այդ ձեր ասացի ի պատասխան առանց աշխատանք հնարավոր չէ այսինքն դա բախտներս բերի կամ վիճակախաղով ինչ որ բան շահենք դա աշխատանք չի հաջորդը այս ամեն ինչին պարտադիր հետևում է հաջողությունը եւ դրա արդյունքում կլինենք որոշակի չափով երջանիկ հիմա ձեր հարցին ի պատասխան ինքը որքանով է մոտիվացիոն թե չէ յուրաքանչյուր աֆորիզմ ընտրելիս նաեւ հենց այդ սկզբունքով եմ առաջնորդվել, որքանով դա մարդուն կոգեչնչի, որքանով կմոտիվացնի։ Եվ գիրքը պատահական չի, որ 3 հարթությունա դուք էլ ձեր խոսքում նշեցի, գիտակցում, այսինքն տեսական մասը ընթերցում ենք, ոգեշնչում, այդ 7 ոլորտի, այո, այդ կենժահե ոլորտի աֆորիզմները ընթերցում ենք եւ ասում ենք գործի, եթե գործի չենք ասում, ոգեշնչումը ես բնորդագրում եմ որպես կայծ, այսինքն կրակ ենք ուզում անենք, պահի տակ կայծը կա կրակը վառում է, բայց որպեսզի մենք, չգիտեմ, ճաշ պատրաստենք կամ ինչ-որ խորոված պատրաստենք ձեր ասած հայկական, բնականաբար պետք է որպեսզի դա շարունակական լինի, այսինքն կրակը մարմար պահենք, չէ՞, նաև այսպիսի բան են ասում, թեժ պահենք, հետեւաբար գործողությունը անհրաժեշտ եւ իմ կարծիքով այս կոնցեպտը, այս հայեցակարգը, որը ինքս եմ առաջարկում, հնարավոր է դարձնում եւ հաջորդը դասընթացի հետ կապված, այո, մոտիվացիան կա, նաեւ շնորհանդեսի օրը, որը տեղի ունեցել մարտի 26-ին, նաեւ այդպիսի փոքրիկ խաղարկություն ենք կազմակերպել եւ ընտրել ենք որոշակի թվով մարդիկ, որոնց հետ շուտով մենք պիտի մի քանի հանդիպումանոց, այսպես ասած, սեմինար ունենանք, ինքը երկու մասից է բաղկացած լինի, շատ փոքր մասը տեսական, որից հետո ավելի շատ գործնական, որովհետև այս գիրքը ոչ թե ուղղակի տարբեր գրքերից վերցված նյութ է, ընդհակառակը սա
ճնշող մեծամասնություն ես սրանով ապրել եմ։ Որքանով մենք իրար ճանաչում ենք դեռևս 2006 թվականից, Ստեփանակերտում կայացած գիտաժողովի արդյունքում, այս ժամանակվանից սկսած դրանից հետո եւ այլն այդ միջոցառումները, որոնք արել են միջազգային գիտաժողովներ, կլինի Պարբերականի հրատարակում, իմ գրքերը, Ներսյանցի 1000 էջանոց գրքի թարգմանություն, մյուս բոլոր հաջողությունները կապում եմ նաև այս կոնցեպտի հետ, որով որ տարիներ շարունակ ապրել եմ, եւ հետեւաբար կարող եմ ասել, որ այդ նմանատիպ դասընթացի արդյունքում կունենանք նաև որոշակի արդյունք, հետեւաբար նաև կան առաջարկներ, ինձ ուղղված առաջարկներ, որ գրքի հիման վրա ոչ միայն դասընթաց անհատական կազմակերպվի, այլ նաև տարբեր կորպորատիվ բնույթի ընկերությունների աշխատակիցների համար, որտեղ այստեղ ոչ թե մենակ գիտական կամ տեսական նյութով ենք կիսում, այլ ընդհակառակը այդ ամեն ինչը համադրում ենք պրակտիկ կոնկրետ օրինակներով։ Շատ լավ, Ավդիկ ջան, ես մի կարևոր բան էլ ասեմ եւ ամփոփենք, տես այդ որ խոսում է այդ տրեյնինգների մասին, շատ հաճախ աղքատ մարդիկ կամ ձախողակ մարդիկ գալիս եւ տրեյնինգներ են անում հարստանալու եւ հաջողակ լինելու մասին։ Ես դեպքում կարծում եմ, որ լավ համադրություն է քո հաջողության պատմությունը որպես մասնագետ, որպես գիտնական, որպես դասախոս, արդեն կարող է լրացուցիչ, այսպես ոգեշնչման առիթ լինել, մարդիկ կտեսնեն բուն օրինակը եւ որպես ամփոփում արի մի պատահական էջ բացենք, այդ յուրաքանչյուրս մի աֆորիզմ կարդանք եւ փակենք մեր հաղորդումը։ Առաջին ես հա որտեղ բացեցի 1177 ժամանակը հաջողակ բիզնեսի ընկերն է եւ թույլ զարգացածի թշնամին Ուորեն Բաֆեթ։ Ես էլ պատահական 1177-ն էր։ Իմը 305-ն է, կյանքի իմաստի կորուստը հավասար է մահվան։ Բնականաբար Լև Տոլստոյ, այո։ Շնորհակալություն Ավետիք եւ գրքի համար եւ մեզ հյուրընկալվելու համար, ուսամ դեռ հանդիպելու առիթներ կունենանք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական թողարկումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի փաստաբան Ավետիք Հարությունյանի հետ։ Մեր զրույցի թեման նրա կազմած եւ գիտական առաջաբանով որտած գիրքն էր Գտիր քո իկիգայը։ Լավ եղեք։